ինչ բան է կյանքը, ապրում ես ու չգիտես, որ վարկյանին քեզ ինչ է սպասում։ Երեկայում նախագահության նիստից հետո նախագահության երկու անդամների հետ Փրոշյան փողոցով գնում էինք դեպի կենտրոն եւ հանկարծ դիմացի ինքնաշարժը զգացի, որ իր հատվածից դուրս է եկել եւ գալիս է դեմ հանդիման, հասցրի աչք քաշել մեքենան, ինչպես ասում են, աչք քաշել եւ մի քանի վայրկյանանց հետևում լսեցի, այսինքն իմ հետևից եկող մեքենան չհասցրեց նույն բանն անել։ Եվ ստացավ, այսօր տեղեկանում եմ, որ մահվան, դե անմիջապես ես ոստիկաններին տեղեկացրի, որ շատ ծանր վթար է եղել, հասկացա, որ շատ հզոր հարված էր, հետո հայերու մեջ տեսա, որ բան է, ուզում էի արգելակել, բայց առջևում ոստիկանական մեքենա տեսա, մի 100-300 մետր հեռավերի ճիշտ։ Արագ մոտեցա իրենց, ասի շուտ հասեք, օգնություն կազմակերպեք, լսեցին, էլի երկու ոստիկանական մեքենա հանդիպեցին, նրանց էլ ուղարկեցի, բայց ինչն է ասած, այսօր զանգեցի ոստիկանություն, իմացա, արդյոք որևէ բան մարդկային կորուստ եղել է, եւ իմացա, որ մի հոգի մահացել է։ Շատ ցավում եմ, ամբողջ գիշերը հարվածի զգացողության տակ էի, որ ինչ-որ անմեղ մարդ, որ իմ հետևից ընթանում էր ու չհասցրեց իր ինքնաշարժը փախցնել, կարող է նաև նա լիներ վախճանվողը։ Շատ ցավալի է եւ նույնիսկ երբ 8 ժամի ես երթևեկում, պիտի չձգտես բարձր արագություն բարձրացնել ու չտիրապետել մեքենան։ Ասելու բան չկա իհարկե, բայց հիմնականն այն է, որ չգիտես կյանքը որ վայրկյանին ինչ անակնկալ կարող է քեզ մատուցել։ Ցավում եմ, որ մարդ է մահացել։